Պարոն Թումասյան, Վրաստանի հայ համայնքը տարածել է մի հայտարարություն, որտեղ նշվում է, թե մերժում են այսօրվա գործող իշխանություններին և հակապետական հայտարարություններ են հնչեցնում, ինչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ և ովքեր են այն տարածողները։ Սա Վրաստանում գործող դաշնակցության կառույցն է, որը թաքցնում է իր դաշնակցական էությունը և գործում է ուրիշ անվանման տակ, այն էլ օգտագործում է Վրաստանի հայ համայնք անվանումը, որով կարելի ասել զավթել է հայ համայնքի ներկայացուցչական այս անվանումը, իսկ իրականում իրանց անվանումը պետք է լինի հայ հեղափոխական դաշնակցության Վրաստանի ներկայացուցչություն, եւ ուստի իրենց հայտարարությունը գալիս է եւ իրենց ղեկավարումը գալիս է կենտրոնից բյուրոից եւ իրենք կատարում են նույն այն քաղաքականությունը, որը կատարում է բյուրոն, եւ այսպես կոչված ընդդիմությունը Հայաստանի խորհրդարանում, ուստի որևէ զարմանալու բան չկա, որովհետեւ իրանք այդ նույն ուժն են, ես նրա փոխարեն որ մեկ հայտարարությունով հայ հեղափոխական դաշնակցությունը դուրս գալ, բոլոր իր ներկայացուցիչները տարբեր պետություններում փաստորեն տարբեր համայնքների անունից հիմա հայտարարություններ են անելու, սրանով պաշտպանելով իրանց ընդհանուր շահերը այն սրբապիղծների հետ, ով գտնվում են օկուպացրել են մեր եկեղեցին։ Այսինքն կարող ենք ասել, որ այս հայտարարության իմաստը, պատճառը նաև եկեղեցու սպասավորների առանձին կաթողիկոսի դեմ սկսված այս հայտարարություններն են վարչապետի, սա է իրենց վրդովեցրել։ Ինչպես Հայաստանում հայ հեղափոխական դաշնակցությունը եւ եկեղեցուն գտնվող անձնավորությունները միասնական օրակարգ ունեն, բացահայտ, այդպես էլ իրաց ներկայացուցչությունը Վրաստանում ունի միասնական օրակարգ նույն հայ հեղափոխական դաշնակցության հետ։ Ես ուզում եմ, որ բոլորը ով կընթերցեն սա հասկանան, որ իրականում Վրաստանի հայ համայնք եւ Վրաստանի հայությունը այստեղ կապ չունի։ Սա դաշնակցության անդամ Վրաստանում ապրող հայերի մի հայտարարությունն է, ուստի իրենք ծավալվում են նույն այդ քաղաքականությունը։ Եվ եթե ձեզ համար հետաքրքիր է պատճառները կամ ինչ նկատի ունեն, հենց նա նկատի ունեն ինչ-որ Երևանում գտնվող դաշնակցությունը, հենց այդ պատճառներով, ինչ պատճառներով որ Երևանում գտնվող դաշնակցությունը։ Իսկ ընդհանուր հայ համայնքը ինչ դիտարկումներ ունի այս գործընթացի շուրջ, որովհետև վարչապետը օրինակ այսօր իր գրառմամբ շատ ավելի կոշտ նշում է, որ Գարեգին Բեն խախտել է կուսակրոնության ուխտը եւ պետք է հեռանա։ Սա ինչպես է ընկալվում, ինչ դիտարկումներ կան այդտեղ, ձեր շփումները ինչ են ցույց տալիս։ Իհարկե, հաշվի առնելով, որ այստեղ ցավոք նույն Գարեգին Բեի կողմից ղեկավարվող եկեղեցու համակարգը, որը այս պահին այստեղ ղեկավարվում է Կիրակոսի կողմից, ազգանուն չեմ հիշում։ Ինքը Գարեգինի եղբայր, Մոսկվայում գտնվող այդ հոգևորականի իր տեղակալներ եւ Մոսկվայից է եկել այստեղ։ Ուստի հասկանալի է, թե ում քաղաքականություն է վարում Կիրակոս Դավթյանը եւ հաշվի առնելով, որ այս հայ համայնքում դաշնակցությունն է ամենաակտիվ գործում այս պահին եւ դա գալիս է նաեւ նրանից, որ Վրաստանի այսօրվա ռուսամետ իշխանությունները ռուսամետ դաշնակցությանը ստեղծում են այսպիսի հնարավորություն, որ իրանք լինեն հենց այդ դաշտում, որովհետեւ իրանք աջակցում են իդեմս բացի դրանից նաեւ Վրաստանի իշխանությունը, ինչպես նաեւ եկեղեցին աջակցում է Վրաստանի ռուսամետ իշխանություններին, հասարակ հայ համայնքի ներկայացուցիչների մեջ շատ մեծ մասը, ով դիտակցում է իրականությունը, հասկանում է, որ Վրաստանի եւ Հայաստանի միասնական ապագան ինֆորմացիոնում է, հասկանում է, որ այսօր ցավոք մեր եկեղեցին, որը մեր պատմական կառույցն է, օկուպացված է մի կողմից սրբապղծություններով զբաղվող անձնավորությունների կողմից, մյուս կողմից օտար հատկապես ռուսական շահեր անցկացնող մարդկանցով եւ ուստի Վրաստանի հայությունը աջակցում է, ես համոզված եմ մեծամասնությունը աջակցում է Հայաստանի իշխանությունների մոտեցմանը, որ Հայաստանը լինի սուվերեն պետություն եւ Վրաստանի հետ միասին շարժվի դեպի Եվրոպական միություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։